Մինչև հաջորդ ելույթին տալը, քանի որ մեր գործընկերները արդեն քանի օքի ասում են, որ այսօր Հայաստանի պատմության ամենաամոթալի օրն է, ես ուղղակի ուզում եմ հիշեցման կարգով ասել, որ Հայաստանի պատմության մեջ եղել են իսկապես ամոթալի օրեր, օրինակ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, երբ որ ահաբեկիչները մտան Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմին եւ գնդակահարեցին պետության ղեկավարությանը, եւ այդ նույն օրը ինչ որ մեկը օծվում էր որպես ամենայն հայոց կաթողիկոս, այդ դա էր ամոթալի օրը։ Ամոթալի էր 2008 թվականի մարտի 1-ը, երբ որ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունները, պատերազմի եռագլուխ կուսակցության լիդերները այն ժամանակվա Հայաստանի քաղաքացիներին գնդակահարում էին սեփական պետության մայրաքաղաքի կենտրոնում։ Ամոթալի էր 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի լույս գիշերը, երբ որ նույն հրոսակա խմբերը մտնում էին Հայաստանի Հանրապետության կառավարության շենք, Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմին, ջարդ ու խուրդ էին անում եւ փորձում էին կրկնել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Սրանք են եղել ամոթալի օրերը, եւ ես առաջարկում եմ, որ պատասխանատվությամբ խոսեք Հայաստանի պատմության եւ պատմության այս կամ այն դրվագների մասին։ Իսկ այժմ ելույթ կունենա Տաթևիկ Գասպարյանը։